Բարև ընկերներ, ինչպես եւ որոշ ժամանակ առաջ ասել էի, մի քանի դեպքեր տեղի ունեցան երեկ։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ նշեմ, որ երեկ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց։ Դավիթի մասին խոսել եմ որոշ ժամանակ առաջ, կարող եք դիտել։ Ալեն Սիմոնյանը չի դառնա ազգային ժողովի նախագահ, բայց նոր պաշտոն է ստանալու։ Ընկերներ, մեր լրատվամիջոցները այնպես են լուսաբանում, թե ով էր ընտրվելու ազգային ժողովի նախագահի թեկնածու, որ կարծես տարի կարևորագույն պրոցեսն էր։ Բայց ավաղ որևէ մեկը այնքան ազնվություն չունի ընդունելու, որ Նիկոլ Փաշինյանի հերթական կադրային քաղաքականությունը վաղուց է ձախողված, եւ Ալենին մեկ այլ անձով փոխելով որևէ բան չի փոխվելու իրականում։ Իդեպ Ալեն Սիմոնյանի սիրելի Թագուհի Թովմասյանի թերթը շտապեց եւ փորձեց սպասվող աղմուկը չեզոքացնել, որ իբր թե 2027 թվականին նոր տեղի է ունենալու նախագահի ընտրություն, եւ Հայաստանի նախագահն մինչ այդ մնալու է նույնը։ Բայց իմ տեղեկություններով Հայաստանի Հանրապետության անհայտ նախագահ Վահագն Խաչատուրյանը ունի առողջական խնդիրներ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը եւ նա քննարկում են ունեցել հրաժարականի մասին, սակայն սա դեռ չի նշանակում, որ Ալենը նախագահ է դառնալու։ Մեկ կարևոր պաշտոն եւս շուտով ազատվելու է, որի մասին կրկին 3 հարցազրույցում նշվել է։ Խոսքը վերաբերվում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ Միգուցե Ալենը հանգրվանի այդ պաշտոնին, չէ՞ որ նաեւ շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի Վիվարո ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ։ Իդեպ ընկերներ, ասում են, որ Ալեն Սիմոնյանը օնլայն կազինոների մեծ սիրահար է եւ միլիոնավոր դրամներ է պարտվել, սակայն ժամանակ առ ժամանակ ընկերը նվեր է մատուցում եւ բոնուսներ ստանում։ Իհարկե սրանք փաստարկված տվյալներ չեն, քանի որ նման փաստեր կարող է տրամադրել կամ Ալենը կամ Վիգենը, բայց ինչպես գիտեք, իրենք երբեք նման բան չեն անի։ Իսկ ինչ մնում է Ալենի ընկեր Վիգենի ընկերություններին, ապա եթե մի լավ թափ տաս, վստահաբար հազարավոր անօրինականություններ կգտնես։ Ընկերներ, շատերն են խնդրում, որ խոսեմ մեր հերոսների նկարները հեռացնելու մասին, բայց մի բան կասեմ, սա այն թեման է, որ միայն խոսելով անհնար է որևէ բան փոխել։ Վստահաբար մեր տղերքի նկարները հեռացնելը անբարոյականություն է, սակայն եթե միայն մեր դժգոհությունները օնլայն տիրույթում արտահայտենք, ապա որևէ բան չի փոխվի։ Եկեք միասին օր եւ ժամ որոշենք եւ փոքրիկ բողոքի ակցիա իրականացնենք։ Սա էլ հոգաղաքական չէ, այլ մեր հերոս տղերքի համար է։ Եթե համաձայն եք, ապա մեկնաբանություններում անձնական նամակով գրեք, պայմանավորվենք եւ սկսենք, բայց տեղյակ պահեմ, որ մինիմում 100 մարդ է պետք։ Ապացուցեք, որ պատրաստ եք հանուն մեր տղերքի հիշատակի ամեն ինչի։ Ընկերներ, հասկանում եմ, Հայաստանում չկա իրավական արդարադատություն, բայց մենք չպետք է որևէ օրենք խախտենք, ասելով, որ եթե չկա, ուրեմն ինչ ուզենք կանենք։ Մենք մեր գործելավոճով պետք է ստեղծենք այդ իրավական համակարգը։ Իսկ Հայաստանում որևէ պետական կառույց իր դերը չի կատարում։ Այսօր այսքանը, հարգանքներով ձեր Հայը։ Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Երեկ ահագին հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Երեկ բազմաթիվ նամակներ եմ ստացել Գյումրիից, որ պարեկային ծառայությունը մարդկանց տեղաշարժը խոչընդոտում է։ Փորձեցի հասկանալ ինչն է խնդիրը եղել։ Պարզվեց Նիկոլ Փաշինյանը այցելել է Գյումրու Տիգրան մեծ ռեստորան։ Թե ինչ առիթի էր մասնակցում, ՔՊՀ-ականները փորձում էին փակ պահել, որոշները անգամ տեղեկություններ չունեին, բայց ինչպես միշտ, մեր համար փակ դռներ չկա։ Այսպես ընկերներ, ըստ ստացված հավաստի տեղեկատվության, Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան Վահագն Մկրտչյանի երեխայի ծննդյան արարողությանը։ Սիրելի ընկերներ, փաստորեն, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է ուտել խմելու, դրա համար տուժում է հասարակ քաղաքացին։ Ըստ տեղեկատվության, Նիկոլ Փաշինյանը ահագին երկար ժամանակ է ներկա եղել արարողությանը, որին ներկա են եղել Շիրակի մարզպետը եւ մի շարք ՔՊՀ-ականներ։ Որոշ հետաքրքիր դեպքեր եւս տեղի է ունեցել միջոցառմանը, բայց դա կարևոր չէ մեր գործի համար։ Ընկերներ, երեք լուր տարածվեց, որ Արթիկ համայնքում կոալիցիոն պայմանագիրը խզել է փոխհամայնքապետը եւ Անանիկ Ոսկանյանին թողնելով ծանր կացության առաջ։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ուրեմն փորձեցի հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում Արթիկում։ Ըստ ստացված տեղեկատվության, քանի որ Անանիկ Ոսկանյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս չունի մեծամասնություն, ապա միայնակ չի կարող նոր փոխհամայնքապետ նշանակի։ Իդեպ,
Առաջին փոխհամայնքապետը պետք է լինի ավականու անդամներից մեկը, դա օրենքի պահանջ է։ Ընկերներ, Անանիկ Ոսկանյանին մոտ կանգնած աղբյուրներից իմացա, որ փոխհամայնքապետ են ցանկանում կարգեն ընտրություններին ՔՊ-ին դեմ աշխատած անձին։ Ըստ տեղեկատվության, Անանիկ Ոսկանյանը ցանկանում է առաջին փոխհամայնքապետ կարգի Գոր Պետրոսյանին, ով նաև ցանկանում էր էլեկտրացանցի տնօրեն դառնալ, սակայն դա չստացվելուց հետո հարաբերությունները լարվել էին։ Ինձ ասեցին, որ Անանիկ Ոսկանյանը սկսել է բանակցել ընդդիմադիր ավականիների հետ, որպիսի կարողանա իր հերթական ծրագիրը իրականացնի։ Կոչ եմ անում բոլորին, որպիսի տապալեն Անանիկ Ոսկանյանի հերթական ցանկության իրականությունը։ Սիրելի ընկերներ, եթե որևէ մեկը կկատարի Անանիկ Ոսկանյանի ցանկությունը, ապա ես կանդրադառնամ նաև այն ավականիներին, ովքեր կդառնան Անանիկ Ոսկանյանի կամակատարը։ Հասկանում եմ, որ շատերը այնքան են սիրում Դոգի բառապաշարը, որ զգուշացնում եմ, որ նրանք, ովքեր կկատարեն Անանիկ Ոսկանյանի եւ ընկերների ցանկությունները, ապա երազանք կթվա Դոգի բառապաշարը ձեզ համար։ Սա ձեզ նախազգուշացում։ Ներում չի լինելու ոչ մեկին։ Եթե դուք նախընտրում եք սատարել մեկին, ում եղբայրը հայհոյել է որդեկորույս տիկնոջը, ապա դուք եւս կիսում եք այդ պատասխանատվությունը։ Ձեզ ուղղություն, փորձեք նոր իշխանություն ձևավորել Արթիկում։ Հեռացրեք Անանիկ Ոսկանյանին։ Սա պատմական շանս է, որպեսզի ձեր համայնքը վերջապես ազատվի ապօրինություններից։ Եթե որևէ մեկը կփորձի վախի, սպառնալիքի ազդեցության տակ փորձի քայլեր ձեռնարկել, ապա կստանա համարժեք պատասխան իմ կողմից։ Տեղեկացնեմ, որ ում մասին խոսում եմ, տիրապետում եմ հսկայական տեղեկատվության, անձնականից մինչև թալան։ Հետևաբար, մի արեք այնպիսի բաներ, ինչից հետո ստիպված կլինեք գլխիկոր քայլել ձեր քաղաքում։ Հաշվապահը վկա, Արթիկի ոստիկանապետ Ասկանազ Դավթյան։ Լավ բաներ չեմ լսում, եւ լիահույս եմ, որ այնինչ լսել եմ չեք անելու։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։ Բարև ձեզ, դուք ինչպե՞ս եք։ Ինչպե՞ս է ընթանում ձեր հարաբերությունները ձեր պաշտոնի վրա աչք դնող համայնքապետի հետ։ Ներել եք ամեն բան, թե դեռ ոչ։ Իդեպ, պարոն Դավիթ Արուշանյան, ընտրություններից առաջ շատ տեղեկատվություն եմ ստացել ձեր տեղակալի Արտուշի մասով։ Մոտ օրերս հրապարակելու եմ, եւ անձամբ դուք եք պատասխանելու, թե ինչու է նման բաներ տեղի ունեցել։ Լավ կլինի օրենքը պահել եւ այնպես անել, որ մարզում որևէ կամակատարություն տեղի չունենա։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր Հայը։